Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ հերկինս ես Սուրբ եկեցի անուն քո եկեցե արքայություն քո եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներս բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության մեջ պահի Մենք անցյալ անգամ ավարտեցինք 5-րդ գլուխը Պողոս Արաքյալի Տիմոթեսին ուղղված իր առաջին նամակի երեցների մասին խոսեցինք, թե քահանան հոգևորական ինչպես պետք է իր ծառայությունն իրականացնի։ Այսօր առաջին 6-րդ գլուխը սկսում ենք առաջին 10 համարները, առաջին 2 համարի մեջ պիտի խոսենք ծառաների կամ ստրուկների այն ժամանակ մասին, թե իրենք ինչպես պիտի դրսևորեն տան իրենց ծառայության մեջ եւ եկեղեցում եւ նաև պիտի խոսենք այն կեղծ ուսուցիչների ու քարոզիչների մասին, ովքեր արդեն առաքելական շրջանում մարդկանց խափում մոլորեցնում են, որպեսզի այլ բանով ծառայեն։ Այսօր շատ նման է, շատ բան չի փոխվել պատմության մեջ, եկեղեցու ամբողջ պատմությունը նայեք, նման մարդիկ շատ են եղել, որ դուրս են եկել, հայտնվել են թատերաբեմում եւ սկսել են մարդկանց խոսել, որ իրենք են ճշմարտություն, իրենց մոտ է ճշմարտություն, Աստված իրենց է հայտնել ճանապարհը ցույց տվել եւ մեծ փոթորիկներ են բերել, որ շատ մարդիկ նույնիսկ քրիստոնյաներ թողել են եկեղեցին, հեռացել են հավատքից եւ նախքին մեղքի մեջ են թաթախվել։ Ինչպես որ Հիսուս էլ ասում է, գնում եք ծովուց համակեք կտրում, որպեսզի գոնե մեկ հոգու ճան դարձի բերեք, դարձի բերելուց հետո այդ մարդկանց ձեզան ավելի վատ գեհենի կրակի բաժին եք դարձելու։ Եվ տեսնենք ինչ է ասում այսօր մեզ Պողոս Արաքյալը 6-րդ գլխի առաջին համարը։ Բոլոր նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, նրանցից յուրաքանչյուրը թող իր տերերին պատվի արժանի համարի, որպեսզի Աստծո անունը չարհամարվի ու վարդապետությունը չանարգվի։ Տեսեք սիրելիներս, ռոմեական կայսրության մեջ այդ ժամանակ գիտեք ինչքան մարդ էր ապրում, 120 միլիոն մարդ, ամբողջ ռոմեական կայսրության մեջ, որից 60 միլիոնը ստրուկ էր։ Ու գիտեք, ստրուկը կամ այս աթոռը, սեղանը կամ որևէ իր նույնն էին։ Դրանք ավելի կարևոր են, քան մարդը։ Ինչպես են մարդիկ նախ տեսնենք ստրկության մեջ հայտնվում։ Հիմնական մասը բնականաբար պատերազմի պատճառով էր, որ գեր էին ընկնում, գալիս են ստրկության, բայց երկու վտանգավոր բան կար։ Այն աղքատ ընտանիքները, ովքեր չէին կարողանում ապրել, իրենց զավակներին վաճառում էին, տալիս են ուրիշներին, իսկ մի մասն էլ կար, ովքեր պարտքերի տոկոսների պատճառով իրենց էին վաճառում եւ ստրուկներ էին դառնում։ Այսպիսի մի իրավիճակ էր ռոմեական կայսրության մեջ, երբ որ քրիստոնեությունը տարածվեց։ Եվ շատ ստրուկներ, քրիստոնյաներ դարձան եւ եկան եկեղեցի աղոթելու եւ եկեղեցում թե հարուստները, թե ստրուկները, թե իշխանավորները մեկ էին, բայց տան մեջ խնդիր կար, որովհետեւ շատ հաճախ նրանք ծեծեր են ենթարկվում, կտանքների դաժան նույնիսկ պայմաններում էին ապրում ու եթե հանկարծ որը մեկն էլ փախնում էր, երբ որ բռնվում էր, դրանց վրա դաջվածք էին անում, որ ամենտեղ որտեղ որ այս մարդը լիներ, իմանը որ սա փախստական է, բռնում հետ են վերադարձնում եւ ավելի ծեծ են ուտում։ Հիշում եք, որ նախորդ թղթերի մեջ անցնում ենք, որ Պողոս Արաքյալը նամակի մեջ Փիլիմոնին ուղղած ասում է, որ վերադառնա հաշտվիր, այսինքն ինքն էլ իր ծառային ուղարկում է, որպեսզի իր տիրոջ հետ հաշտվի, որպեսզի թույլտվությամբ գա Պողոս Արաքյալին ծառայելու։ Ուրեմն այս իրավիճակի մեջ էր, երբ որ քրիստոնեությունը տարածվեց։ Բայց այստեղ ինչու է ասում, որ դուք հետևեք։ Հիմա տեսեք սներ, քրիստոնեությունը չէր կարող միանգամից մարդկանց ասել վերջ, այլևս չկա ստրկություն, պետք է ստրկատիրական բոլոր ժամանակները վերջանան, բոլոր մարդիկ հավասար են, բոլորն ազատ են, չէր կարող։ Դա միանգամից մեծ ահռի, մեծ հակահարվածք ստանար քրիստոնեությունը։ Սա պետք է կամաց Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի մարդիկ գային այն արժեմահագրքին, որ բոլոր մարդիկս Աստծո առջև հավասար ենք, բոլորս նույն իրավունքներ ունենք, որպեսզի ստրուկներ եւ ծառաներ հարաբերության մեջ մարդկային բարոյական արժեքները չոչնչանան։ Եվ տեսակ կամաց ստրկությունը հասավ մինչև 18-19-րդ դարում նոր ամբողջությամբ աշխարհում վերացավ։ Բայց ցավոք սրտի այսօր աշխարհի մեջ գրեթե
թե 1 միլիոն մարդ ստրկության է վաճառվում, որ թրաֆիկինգը, որ այսօր մենք ասում ենք, որ տանում են սեռական բնույթի շահագործման կամ աշխատացնում գումարները չեն տալիս, կամ որ ասում են անհետ կորելա տանից դուրս է եկել եւ այդ մարդկանց տանում են որոշակի տեղեր, պահում են, աշխատացնում են, այս երևույթները բոլոր ժամանակներում ցավոք սրտի մինչեւ այսօր էլ կա։ Բայց տեսեք ինչ է այստեղ Պողոս Առաքյալը հրամայում այս մարդկանց կամ պատվիրում, ասում է դուք ասում եք այնպես արեք, որպիսի ձեր տերերը, այսինքն ում տանը որ դուք ծառայում եք, հարգանքի արժանանան եւ հանկարծ Աստծո անունը կամ վարդապետությունը չանարգվի։ Այսինքն չլինի որ դուք եկեղեցում խոնարհ եք, մաքուր եք, ազնիվ եք, գնաք տանը, այնպիսի սխալ կյանք ապրեք եւ հատկապես եթե քո տերը հեթանոս է կամ չի ճանաչում Քրիստոսին, ինքը ձեր պատճառով սկսի Աստծուն հայոյել եւ Աստծո վարդապետություն անարգվի։ Դրա համար խորհուրդ է տալիս, որ հնազանդությամբ հարգեն իրենց տերերին, ինչպես որ նախորդ անգամներին էլ շարունակում էին անել։ Եվ տեսեք, ինչ էլ որ մենք անենք, սա նաև մեզ է վերաբերվում, որ յուրաքանչյուր մարդ, ով գիտի մենք եկեղեցի ենք գնում, հավատացյալ մարդիկ ենք, մեր կենցաղին նայում են։ Եվ եթե մենք հանկարծ սխալ ենք ապրում, մեղքերի մեջ ենք հայտնվում, առաջին ով է դժում Աստծո ճշմարիտ վարդապետությունը եւ մարդիկ ասում են Աստծո անունը անարգել, այսինքն մեզ մեղադրելու նաև մեր հավատքն են, չէ՞, մեղադրել, այսինքն այս քրիստոնեությունը, եթե սրանք քրիստոնյաներն են եւ սրանք են քրիստոնյա կոչվածները, ել ինչներիս է պետք հավատանք։ Դրա համար նաև Պետրոս Առաքյալն ասում է, որ դուք ձեր կյանքը կենցաղ այնպես ապրեք, որ հանկարծ հեթանոսները ձեր պատճառով Աստծո անունը չհայոյեն։ Եվ այստեղ հատկապես այն մարդկանց, ովքեր ծառայության մեջ են։ Տեսեք, եւ կապ չունի, մենք ստրուկ չենք, բայց որը մեկը գործարանում աշխատում է, չէ՞, որևէ տեղում ինքը աշխատանք է, հանկարծ քո տերերի մոտ քո քրիստոնեական հավատք, օրինակ, եթե մեկը խանութում ասենք վաճառող է աշխատում, հանկարծ չգողանաս։ Հանկարծ որևէ բան թաքուն չտանես, որպեսզի քո պատճառով կարող է, չէ՞, ղեկավարը այդ խանութի ասի, այլևս քրիստոնյա չի կարող այստեղ աշխատել, որովհետև քրիստոնյաները գող են, խաբեբայ են, այս են, այս են։ Ուրեմն տեսեք, նույն բանն է մեր կյանքի մեջ, թե մենք որևէ ծառայության մեջ ենք, ուրեմն իրավունք չունենք այդտեղից գողանալու։ Սովետական միության ժամանակ բոլորը գողանում էին, չէ՞, եւ հիմա է շարունակում է ինչեւս, որ մենք մեր հայրենիքից ենք հիմա էլ գողանում եւ չհասկանում, մեծ վնաս ենք տալիս նախ ինքներս մեզ, մեր հոգին ենք ավիրում, մեր հոգին ենք դնում դատապարտության տակ, երկրորդը մեր պատիվն ենք կորցնում եւ մեր հայրենիքի անունն ենք խայտառակում եւ կամ որևէ տեղում երբ որ մի հայ բռնվում է, չէ՞, մի հանցանքի վրա, ինչքան չէ շեշտն որ սա հայ է, սա հայ է, այսինքն նույնիսկ ցույց են տալիս, որ այս ազգի մարդուն չվստահեք այլևս։ Ուրեմն սա նաև նշանակում է յուրաքանչյուր քրիստոնյա որտեղ որ լինի, ինքը պետք է իր ծառայության մեջ մաքրամաքուր, ազնիվ ծառայություն անի, որպիսի որևէ բան չպատահի։ Եվ երկրորդ համարի մեջ տեսեք արդեն հստակ ինչ է ասում Պողոս Առաքյալը։ Իսկ նրանք, որ հավատացյալ տերեր ունեն, այսինքն քրիստոնյաներ են, թող չչարաշահեն, որ նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք հանձն են առել բարեբարությունը։ Տեսեք սիրելիներ, ինչ էր կատարվում։ Ուրեմն այս քրիստոնյա ստրուկներից մի մասն էր, որ իրենց տերերի հետ նույն եկեղեցում էին, սկսեցին արհամարել իրենց տերերին։ Այսինքն եթե մենք նույն եկեղեցում ենք աղոթում, վերջ, էլ դու իմ տերը չես, մենք հավասար իրավունքներ ունենք։ Սկսեցին իրենց գործը չանել, ծուլանալ, ինչպես այսօր, չէ՞, որ տան տերը տարածքում է, բանվորները լավ աշխատում են, թե տանտերը չկա կամ տեսախցիկները չեն հսկում, գործը մի օրվա գործը մի քանի օր անում են, գլխարատ են անում, ոչ մի բան չեն անում։ Ուրեմն սրանք առիթից օգտվեցին։ Հիմա ասում է, եթե դուք հեթանոսի մոտ վախով եք աշխատում, հեթանոսին հարգում եք վախենալուց, որ ձեր աշխատանքը կամ պատժիչ չկորցնեք, պատժիչ արժանանաք, ձեր քրիստոնյա տերերը, որ նաև ձեր եղբայրներ են, ավելի հարգանքի արժանի են։ Ինչու՞ չեք լավ անում։ Հիմա կան չէ որ հայը հային կխափի օտար մեկի հետ գործ կբռնի, բայց իր հայրենակցին կմերժի կամ կտեսնես քրիստոնյան հեթանոսի կամ մուսուլմանի հետ գործ կբռնի, բայց իր քրիստոնյա եղբորը կարհամարի։ Ուրեմն պատճառը նա է, որ մենք մեր ծառայության մեջ ազնիվ չենք եղել եւ մեզ վստահած մարդու ազնվությունն ու համբերությունը չարաշահել ենք եւ սխալ ընթացքի մեջ ենք եղել։ Դրա համար ասում է, որ ինչ որ կանեք, ոչ թե պարտականությամբ կանեք, դժկամությամբ կանեք, այլ սիրով ու հարգանքով կանեք։ Մանավանդ ասում է, որ դուք եղբայրներ եք։ Հիմա պատկերացնում եք, ասենք, մեկը դպրոցի տնօրենն է, իր ուսուցիչներից մեկը գա այստեղ, իրար հետ աղոթեն, հետո գնա դպրոց, ասի, գիտես, չէ, մենք իրար հետ աղոթում ենք, դու ինձ համար պետք է այսպես անես, այնպես անես, ես բացակայեմ, դասը չգամ, բայց իմ փողը ստանա, այսինքն նշանակում է դու այդ մարդու համբերությունը, սերը, հոգատարությունը չարաշահում ես։ Դրա համար հրահանգում է, որ մանավանդ երբ որ ձեր տերերը քրիստոնյա են,
նրանց համբերությունը չշարաշահեք, նրանց գործը լավագույնս կանեք եւ հատկապես սիրով կանեք։ Եվ վերջին տողի մեջ ասում է. այս բանը ուսուցանիր եւ հորդորիր։ Ուրեմն ինչն է հոգեվորականի պարտականությունը՝ սովորեցնել եւ հորդորել սիրելիներ։ Ինչի համար, որովհետեւ ժողովուրդը պիտի ժողովրդին միշտ ուսուցանես եւ հորդորես, երբեմն նաեւ խիստ պիտի վարվես, որպեսզի մարդը չչարաշահի։ Օրինակամ, երբ որ դու խիստ չվարվես մարդու հետ կամ չխրատես մարդուն երբեմն, օրինակ մարդիկ կան, որ սովորել են արդեն պատարակի կեսից են գալիս։ Այսինքն իրենք այնպես չեն անում, որ սիրով գան հենց սկզբից պատարակին մասնակցեն, կեսից գալիս են կամ մարդկա տեսնում եմ երբեմն մեղաների ժամանակ եկավ միանգամից ծնկի իջավ։ Ես իրենց հետ եմ ուղարկում, իրենք մտածում են ես չեմ տեսնում, բայց սա ինչ է նշանակում, որ մարդը ինքը արդեն, եթե դու խստություն չես բանացնում, թույլ ես տալիս իր խղճի վրա մնա, ինքը սկսում է չարաշահել, երբեմն դու չես կարողանում քեզանից տարիքով մարդուն կոպիտ խոսես կամ նեղացնես կամ բարկանաս վրա, որ գիտես ինչ կա, մի չարաշահիր քեզ տրված հնարավորությունը։ Երկնքի արքայություն մենք այդպես չենք կարող մտնել։ Գլխառատ անելով, գլուխ պահելով, ծուլանալով, դու չես կարող այդպես անել։ Ես ձեզ պատմել եմ, չէ՞ Աբել Աբելյանի պատմությունը։ Մի մարդ, մի երիտասարդ տղա առավոտյան արթնանում է, որ պիտի աղոթեր, ասում է Տեր Աստված, աշխատանքից ուշանում եմ կլինի, հիմա շուտ հագնվեմ, հասնեմ աշխատանքի տեղ, այնտեղ կաղոթեմ։ Գալիս է աշխատանքի տեղ, ասում է Տեր Աստված, գործս այնքան շատ է, կլինի ընդմիջման աղոթեմ։ Ընդմիջման ասում է Տեր Աստված, սոված եմ, կլինի գործի շարունակության վերջում։ Աշխատանքի վերջում ասում է հոգնած եմ, կլինի հասնեմ տուն նոր աղոթեմ, հասնում է ասում է սոված եմ, կլինի ընթրիք անեմ նոր աղոթեմ։ Ընթրիք անում է ասում է հոգնած եմ, կլինի քնեմ առավոտյան աղոթեմ։ Եվ այսպես տարիներն ասում է որ մահանում է, դրախտում կանգնում է Աստծո առջև, Տերն ասում է ով ես, ասում է ոնց ես Աբել Աբելյանն եմ, կնքված եմ, այսպես, ասում է տղա չես կարող ներս մտնել, ասում է ինչու, ասում է կներես, ես էլ ժամանակ չունեցա քանունը գրել կյանքի գրքի մեջ։ Ուրեմն ինչպես որ դու Տիրոջն ես վերաբերվում, այնպես է Տերը քեզ պիտի վերաբերվի։ Մենք այստեղ երկրը ապրելով, մենք երկինք ենք ուղարկում, որպեսզի Տերը մեզ համար պատրաստ է այն ամենը, որպեսզի գնանք մենք փողոցում չհայտնվենք, այլ կարողանանք Տիրոջ ներկայության մեջ մնալ։ Ուրեմն շատ հաճախ մարդը պիտի միշտ ակնճարու լինի, լսի, որպեսզի մեղքի մեջ չհայտնվի։ Երբ որ մարդը ինքը մի փոքր զգոնությունը թուլացնում է, եթե մի օր չաղոթեցիր, երկրորդ օրն էլ չես աղոթելու։ Եթե 5 օր չաղոթեցիր, մի ամիս չես աղոթելու։ Եթե գիրքը, Սուրբ Գիրքը մի օր չբացեցիր, 10 օր հետո տարիներով չես բացելու։ Որովհետև այդ քո ծուլությունը, անտարբերությունը դառնում է սովորություն քեզ համար։ Դրա համար այստեղ էլ այս քրիստոնյա ստրուկներին ասում են խնդրում եմ ձեզ, հորդորում եմ ձեզ, որ հատկապես երբ որ ձեր տերերը քրիստոնյա եւ նաեւ ձեզ եղբայրներ են, որոնք սիրով հանձն են առել բարերարություն, այսինքն հեթանոսների պես ձեզ չեն տանջում, չեն ծեծում, չեն ոչնչացնում, ձեզ սպանության չեն ուղարկում, ուրեմն այդ մարդկանց հարգեք, սիրով ու պարտականությամբ ձեր գործը խղճով կատարեք։ Հիմա այստեղից արդեն անցում է կատարում, տեսնենք թե շարունակության մեջ ինչ է ասում։ Եվ ինչու է այս հատվածը կոչվում սուտ ուսուցիչն, որովհետև կային մարդիկ, որ հակառակն էին ուսուցանում։ Երրորդ համարի մեջ ասում է. Իսկ եթե մեկը այլ բան ուսուցանի եւ չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին եւ այն վարդապետությանը, որ աստվածպաշտությամբ է, համապատասխանում է, այդպիսիները գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտե, այլ բռնված է հակառակության։ Մեր շարունակությունը մանրամասն կկարդամ։ Տեսեք սիրելիներ, ուրեմն դժբախտաբար եկեղեցու ամբողջ պատմության մեջ մարդիկ եղել են, որ հակառակն են ուսուցանել, որ եթե դու ես քրիստոնյա, ինքն էլ է քրիստոնյա, ինչ տարբերություն, դուք հավասար իրավունք ունեք։ Հասկացա՞ք, ինչ խնդիր կա այստեղ արդեն։ Ինչ էր ասում Պողոս Առաքյալը Գաղատացիների նամակի մեջ, որ անգամ երկնքի հրեշտակները չեն կարող մեր քարոզած ավետարանը փոխել։ Ուրեմն ինչ որ գրված է, ինչ որ արված է, դու սրբությամբ պիտի անես։ Եվ այս սուտ մոլորեսնողները գալիս էին, խափում էին մարդկանց, որ հակառակը կիսատ արեք այդ գործը։ Այսօր էլ մարդիկ կան, չէ՞, գործը կիսատ են անում կամ գնում են մի քանի տեղ մարդկանց մոտ աշխատանք են վերցնում, կիսատ անում են, խափելով ման են գալիս։ Այսօր կգան, վաղը կգան, մյուս օրը կգան ու մեկ օրվա, երկու օրվա գործը մարդկանց ամիսներով տունը փոշոտ, քանդված, կեղտոտված մնում է, այդ մարդը իր խոսքը չի պահում, որովհետև իրեն այդպես են սովորեցրել։ Եվ այս երևույթների մեջ ինչ է նշանակում Պողոս Առաքյալը այստեղ մի քանի կարևոր, 3 այստեղ հատկապես կարևոր երևույթ է նշանակում, ցույց տալիս թե սուտ այս ուսուցիչների քարոզած վարդապետությունը
ինչերի կարող է բերել, որ ոչ միայն մեր քրիստոնեական կյանքը կարող է քանդել, այլև հակառակը, Աստծո բերած ճշմարիտ վարդապետությունը։ Տեսեք, ասում է, եթե այլ բան ուսուցանի, այսինքն եթե մեկը գա, հակառակ ասի չենթարկվեք, ծուլություն կանեք, այսպես, ուրեմն սուտ օտար ուսուցիչները գալիս էին, այլ բան էին ուսուցանում։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Ցավոք սրտի հատկապես այսօր, որ համացանցնել շատ հասանելի է, ամեն օր ես մարդկանց եմ տեսնում, որ կյանքում եկեղեցում չեն եղել, ու մեկ էլ Աստվածաշունչը վերցնում են, ուղիղ եթեր են մտնում, սկսում են ինչ-որ բացատրություններ տալ, ու մեկ էլ այդտեղ մարդիկ էլ, հազարավոր մարդիկ, այսպես հավանումները դրեցին, սրտիկներն ուղարկեցին, տակը ամենները գրեցին, ու չհասկանում այդ խոսքը խապկանք է, սուտ է։ Ամեն մարդու նախ իրավունք տրված չէ Սուրբ Գիրքը վերցնել ու բացատրել։ Այսինքն մեկը, որ ինքը ամբողջ կյանքում եկեղեցի չի գնացել, չգիտի աղոթն ինչ բան է, աստվածապաշտությունն ինչ բան է, պահք պահելն ինչպես է լինում, ինքը մկրտված չեղել, մանուկ հասակից տիրոջ ծան մեջ չեղել, ինքը ոնց կարող է մեկ օրվա մեջ որոշել Սուրբ Գիրքը վերցնել ու բոլորին ուսուցանել։ Եվ սա բերում է տարատեսակ բաժանումների պատճառ, սխալ ուսուցումներ, բաժանումներ, եւ սա բերում է պառակտում եկեղեցու մեջ։ Եկեղեցին իր հավատքը, այսինքն եկեղեցու, ինչ է կոչվում առաքելական հավատք, չէ, ուղղափառ հավատք։ Այսինքն այս հավատքը հիմնված է Սուրբ Գրքի վրա եւ Աստծո խոսքի վրա, չէ։ Ինչ որ քարոզել է Հիսուս Քրիստոս, նույնությամբ փոխանցվել առաքյալներից մեզ, եւ մենք մինչեւ այսօր այդ ճշմարտությունը պահում ենք։ Եթե դու սրանից դուրս, այսինքն Աստծո խոսքից դուրս բերում ես ուրիշ բացատրություններ, ուրիշ ճշմարտություններ, դու մարդկանց փոխում ես կեղծիքի մեջ եւ կեղծ ուսուցմամբ պատճառ ես դառնում այդ մարդկանց հոգու կործանման։ Ինչու է կոչվում այդ առաքելական եւ ուղղափառ սիրելին։ Այսինքն ուղղափառ բառը գիտեք, չէ, ուղիղ փառաբանություն անող։ Տեսեք, նախ եւ առաջ սահմանում չէ դրվեց մինչև 325 թվականը նիկեական տեզերական առաջին ժողովը սիրելիներ բանաձևումներ չկար քրիստոնեական, կար մեկ եկեղեցի ընդհանրական ամբողջ աշխարհի քրիստոնեությունը նույնն էր, բայց քանի որ Ալեքսանդրիա քաղաքում Արիոս անով մի քահանա կանգնեց եւ քարոզեց, որ Հիսուսը Աստված չէ, արարած է, Աստված նրան ստեղծել է, մեծ պառակտում եղավ եւ ստիպված տեզերական ժողով գումարվեց եւ այն հավատամքը, որ մենք ամեն անգամ ավետան ընթերցումից հետո ասում ենք հավատում ենք Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին, Սուրբ Հոգին, այսինքն սրանք հստակ այդ բանաձևումներն են հիմնված Սուրբ Գրքի եւ Աստծո խոսքի վրա, թե ճշմարիտ քրիստոնյան ինչին պիտի հավատա, ինչպես պիտի հավատա եւ ոնց պիտի ապրի այդ կյանքը։ Սրա համար է, այսինքն, երբ որ ամեն մեկը գալիս ասում են այս բանաձևից դուրս, ինչպես որ որևէ հաստատունի կանոնադրություն ունի, չէ, դու կանոնադրությունից դուրս չես կարող որևէ բան անել, կշեղվի կամ կխաթարվի գործունեությունը, առավել եւս հոգեվոր կյանքի մեջ։ Այսինքն սրանք այլ բաներ են ուսուցանում, որ հակառակ է Սուրբ Գրքի, Աստծո խոսքին եւ հոգեվոր կյանքի փրկությանը։ Երկրորդ ասում է կարեւոր չէր համարում, տեսեք, ամենագլխավորը ողջամիտ խոսքերը։ Այսինքն ճշմարիտ վարդապետության խոսքերը իրենց համար կարևոր չի։ Ինչ է սա նշանակում։ Եթե դու Հիսուս Քրիստոսի բերած ավետարանից զատ այլ բան ես քարոզում, սա արդեն կեղծիք է։ Մանավանդ երբ որ դու քո մտածումները, քո ցանկությունը դնում ես Սուրբ Գրքի մեջ եւ սա որպես ճշմարտություն ներկայացնում ես։ Օրինակ շատ հաճախ մարդիկ կան, իրենց մտքի խոսքն ասում են Աստվածաշունչն այսպես է ասում։ Բայց այդ խոսքերը Աստվածաշունչում չկան։ Եթե դու էլ հմուտ չես, կարդացած չես, մի անգամից հավատում ես այդ մարդուն, որ հայր այս մարդը ճիշտ է ասում։ Օրինակ Եհովայի վկաները ինչպես են գալիս ասում, Քրիստոսը Աստված չէ եւ Սուրբ Գիրքը բացում են, ինչ որ բաներ թերթում են, ասում են, հես այստեղ գրված է Հիսուս ասաց, ես մեծ եմ, քան հայրս։ Տեսակ, ապացուցեցինք, որ Հիսուսը Աստված չէ։ Եվ Հիսուսը փոքր է, քան հայր Աստված։ Բայց Հիսուս շարունակության մեջ ասում է, ով ինչ չի ընդունում, հորը չի ընդունում։ Ով ինչ չի հավատում, հորը չի հավատում։ Ուրեմն շատ կարևոր է թե դու Սուրբ Գիրքը ինչպես ես կարդում եւ ինչպես ես հասկանում։ Ուրեմն սուտ ուսուցիչները նաեւ շատ կարևոր մի բան այստեղ, որ իրենք Աստծուց չեն վախենում, սիրելիներ։ Իրենք երբեք Աստծուց չեն վախենում, որովհետեւ իրենց անձնական շահն են տանում եւ հատկապես եթե զրուցել եք իրենց հետ, որևէ ծանոթ ունեք, որ սխալ ուսմունքի մեջ են, իրենք չեն ուզում փոխվել։ Իրենց հետ կարող ես ժամերով խոսել, օրերով խոսել, իրենք չեն ուզում լսել քեզ։ Դրա համար ասում եմ ողջամիտ խոսքը չեն ուզում լսել։ Եվ իրենք մնում են իրենց քարացած, այսպես իրենց մտածումների մեջ, եւ դրանից դուրս ոչ մի բան չեն ուզում հասկանալ։ Նրանց խոսքերը նաեւ ինչ են, թունավոր են եւ մահաբեր են։ Իրենք միշտ եկեղեցու հանդեպ ատելություն եւ թշնամանք են սերմանում։
Եթե երբևէ առիթ կունենաք կլսեք իրենց քարոզները, իրենց ամբողջ խոսքը մեղադրանք է եկեղեցիների հանդեպ, հոգևորականների հանդեպ, այն սովորույթները, որ կան եկեղեցին, այդ ամբողջի հանդեպ է, ոչ թե ճշմարտության։ Երբ որ իրենց էլ ուզում ես բացատրել, իրենք հրաժարվում են լսել։ Եվ ասում են, եթե սուրբ գրքում գրված չի, մեզ համար ընդունելի չի։ Բայց ամենապարզ օրինակը շատ են բերել։ Սուրբ երրորդություն բառը չկա գրված Աստվածաշնչում։ Սուրբ երրորդություն բառը 4-րդ դարում նոր մտել է քրիստոնեական լեզվամտածողության մեջ։ Բայց եթե դուք չեք ընդունում, այն չեք օգտագործում։ Սուրբ գրքում գրված չէ, որ Կիրակին սուրբ պահեք, բայց բոլոր աշխարհի բոլոր քրիստոնյաները Կիրակին են սուրբ պահում։ Ուրեմն բաներ կան, որ պետք է դու ողջախոհությամբ նայես, տեսնես թե նաև առաքյալներն ինչ են փոխանցել։ Չէ՞ որ Հովհաննես առաքյալն ասում է այս ավետարանը գրեցի, բայց էլի շատ բաներ կա գրելու, որ հնարավոր չի այստեղ գրի առնել, որտեղ ժամանակը չի բավականացնի։ Օրինակ Հիսուսը ինչքան նկարագրված բժշկություններ կա, մեն այդքանն է կատարել։ Ոչ, չէ, հրաշքները մեն այդքանը չէ, բայց որը որ կարևոր է համարվել, առաքյալները դրանք են գրի առել։ Եվ վերջապես երրորդը ամենակարևորը, ասում է աստվածապաշտության վրա հիմնված ուսուցումներ չեն, սիրելիներ։ Ինչ է սա նշանակում։ Այն խոսքով, այլ խոսքով, որ նրանք ոչ թե Աստծո մասին են խոսում, այլ իրենց մասին են, չէ, խոսում։ Իրենք Աստծո մասին շատ չեն խոսում, իրենք իրենց մասին են խոսում, իրենց կատարած գործերի մասին են խոսում, եւ թե իրենք ինչքան հեղինակություն են կամ իրենք ինչքան լավն են մյուսներից, իրենց բերած ճշմարտությունն ինչքան ճիշտ է։ Երբեք այս աստվածապաշտության մասին իրենք չեն խոսում, իրենք անդադար ուզում են իրենց ճշմարտությունները ցույց տան։ Նրանք նաեւ ինչ են անում, ոչ թե արդեն Աստծուն են դավանում, այլ գնում են դեպի սատանան, եւ իրենք դառնում են ոչ թե Աստծո վկաներ, իրենք դառնում են սատանայի վկաներ։ Սուտ են խոսում իրենք, որովհետև նենգափոխում են Սուրբ Գիրքը, հրաժարվում են առաքելական ավանդություններից եւ գիտեք, նայեք, սրա մասին խոսել ենք, ավանդությունը ավելի հին է, քան Սուրբ Գիրքը։ Օրինակ, մինչև օրենքը գրվել է, Մովսեսը չէ օրենքները գրվեց, բայց մարդիկ զոհ էին, չէ, մատուցում, որտեղից գիտեին այդ ամենը զոհ մատուցելու։ Հիշում եք, երբ որ երաս տեսավ Հակոբը ինչ արեց, ասում է արթնացավ, իր գլխի տակի դրած քարը զոհասեղան սարքեց, չէ, յուղով օծեց եւ զոհ մատուցեց։ Գրված չէր օրենքը, բա Հակոբը որտեղից գիտեր այս մասին։ Եվ այսպես շատ օրենքներ, որոնք փոխանցված էր ճշմարտությամբ եւ գալիս էր Աստծուն։ Եվ ցավոք սրտի այս մարդիկ ոչ թե անգիտակցաբար են, այլ իրենք կամովին են շեղված, իրենք գիտակցաբար են գնացել այդ ամենի մեջ մտել։ Ինչպես որ թմրամոլը գիտակցաբար գնում է թմրանյութ օգտագործելու, գիտի որ սխալ է, բայց ինքը դրա մեջ իրեն լավ է զգում եւ այդպես ինքը ավելի շատ է վնասում, քան թե որ ինքը կհրաժարվի։ Եվ սա է պատճառը, այս մարդիկ կամած փոխում են եւ կամովին մտնելով դրա մեջ եւ երկու կարեւոր բան կա Հիսուս ասում է մեկն արդեն ասած մե վայ ձեզ կեղծավորներիդ օրենսգետներիդ եւ հարիսեցիներիդ որ դուք չեք մտնում երկնքի արքայության եւ նաեւ թույլ չեք տալիս որ մյուսները մտնեն եւ երկրորդ արդեն ասում է ծով ու ցամաք եք կտրում ասում է որ մեկ հոգու դարձի բերեք բայց դարձի բերից հետո դրանք ավելի վտանգավոր եք դարձնում գեհենի կրակի համար նրանք դժողքի բաժին եք դարձնում այդ մարդուն Ուրեմն ոչ թե դու այս մարդուն բերում ես, որ Քրիստոսին ճանաչի, այլ դու մարդու մեջ բերում ես հակառակության հոգի, բերում ես այս մարդուն ատելություն, թշնամություն մյուս քրիստոնյաների հանդեպ, եւ ինքը ոչ թե կենտրոնում է իր մաքրագործման, սրբագործման, այլ թե ինչպես կարող է մյուսների մեջ սխալներ գտնել եւ այդ սխալները անդադար ցույց տալ եւ դրանով ինքը ապրել։ Սա հակառակ է Աստծո որդին, որտեղ վտանգված է ամենագլխավորը, որ պատվիրանը սիրո պատվիրանը։ Առանց սիրո հնարավոր չէ։ Պողոս առաքյալը ինչ էր ասում։ Եթե ես ամբողջ աշխարհը շահեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն դու կարող ես շատ մեծ հեղինակություն ունենալ, շատ մարդկանց քարոզել, բայց երբ որ դու սեր չունես այդ նույն մարդկանց հանդեպ եւ քո նման մյուս քրիստոնյաների հանդեպ, քո ամբողջ արածը զրո արժեք ունի, որովհետեւ դու չես արել ոչ Աստծո փառքի, մարդկանց փրկության, այլ քո անձնական եսը կերակրելու համար։ Չորրորդ համարի մեջ տեսեք հիմա նկարագրում է թե այս մարդիկ ինչ են դառնում, ովքեր որ սխալ ընթացք ունեն։ Այսպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտե, այլ բռնված է հակառակության խոսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիվանդության, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիվ, հայոյություններ, չար կասկածներ եւ խարդախություններ։ Նա ով ուշադրություն չի դարձնում Քրիստոսի ճշմարիտ վարդապետության, այսինքն այն ինչը որ Քրիստոս այս ավետարանի մեջ խոսել է, գործել է, ապրել եւ նույնը փոխանցել առաքյալներին,
Այսպիսի մարդը ինչպիսին է գոռոզամիտ, այսինքն ինքնահավան սիրելիներ, իսկ ինքնահավան բոլոր մարդիկ ինչ են, տգետ են։ Բոլոր ինքնահավան մարդիկ տգետներ են սիրելիներ, որովհետև իրենք իրենցից դուր ոչինչ չեն կարող պատկերացնել եւ իրենց ինչ ասում հակառակությամբ բռնված են հիվանդությամբ, այսինքն կռիվներ ու հակառակություններ են բերում, հիվանդ են իրենք գտնք, անդադար կռիվներ, վեճեր եւ շատ հաճախ որ այդպիսի մարդիկ հանդիպում են, ուզում են խոսել, ես մի հարց ունեմ, ասում եմ, մեր զրույցը ինչի մասին է, որ դու ճշմարտություն իմանաս, թե ինձ հակառակ ապա, դեպի վիճենք, ժամանակ չունեմ վիճելու, կռվելու ժամանակ չունենք, եթե ուզում ես ճշմարտություն, արի խոսենք, բայց եթե դեպի վիճես, ցանկություն չկա վիճելու, որովհետև դու մեկը չպետք է ընդունես այն ինչ որ քեզ ասում են։ Եվ սա ինչ է նշանակում։ Ինքնահավան մարդը որ տգետ է եւ կարծում ինքը շատ բան գիտի, բայց իրականում նա ոչինչ չգիտի։ Նախ ինչ որ խոսում են, իրենք չեն հասկանում եւ ոչ էլ Աստծո օրենքներն են հասկանում, թե ինչի մասին է գրված։ Որովհետեւ Սուրբ Գիրքը, որ դու նախ աղոթքի ճանապարհով չես հասկացել, դու ինքդ Սուրբ Գիրքը չես ապրում, ինչ ուզում ես խոսես գրքի մասին։ Ես բարեկամ ունեմ, որ լավ կարդացել է այս գիրքը, անգիր գիտի շատ տող է, բայց ինքը երբեք չի հավատում Աստծուն։ Չի հավատում, ինքը կարդացել է թերություններ գտնելու համար, բացեր գտնելու համար, մոռանալը, որ Սուրբ Գիրքը կարդում են, որ մենք սրբագրվենք, ոչ թե Սուրբ Գիրքը մենք սրբագրենք կամ Աստծուն մենք սրբագրենք։ Սուրբ Գիրքը դու պիտի կարդաս քո մեղքերը տեսնելու համար։ Ուրեմն այս մարսի մարդիկ ոչ իրենց խոսածից են հասկանում ինչ են խոսում, ոչ Աստծո օրենքները գիտեն, որ երբեք չեն ապրել այդ կյանքը ու շատ հեշտ է չէ խոսել։ Այնպիսի վերամբարձ բաներ են խոսում, երբեմն լսում ես, ասում ես Տեր Աստված, այս մարդը գոնե իր խոսածածի 1%-ը իր կյանքի մեջ ապրել է, թե չէ։ Ասում եմ Աստծուն խնդրեցի, ասեցի կարաս պարտքերս փակես։ Հո Աստված նյութական պետքերի համար չի, որ դու խոսել ես ու պարտքերդ փակել ես։ Հայրերից մեկը շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է լավ այն մարդ ով իր մեղքերն է տեսնում, քան այն մարդ ով հրեշտակներ է տեսնում։ Տեսեք ինչքան կարևոր է որ դու քո մեղքերը տեսնես, ոչ թե որ հրեշտակներ ես տեսնում ու հպարտության մեջ ես ընկնում։ Ուրեմն այս մարդիկ ինչ ունեն նաև ճարպիկ լեզու ունեն, չէ՞, այն որ ասում են օծին բնից կհանի։ Իրենց ճարպիկ լեզվով, փիլիսոփայությամբ գրավում են մարդկանց, թե ինչ լավ գեղեցիկ բաներ ասեցին, բայց իրականում այդ մարդկանց մոլորեցնում են, գայթակղում են եւ կորստյան են տանում։ Եվ շատ մարդիկ էլ երբեմն ասում են, բայց Տեր հայր չէ որ իրենք էլ են Աստվածաշնչով խոսում, իրենք էլ են Սուրբ գրքից մեջ բերում։ Սատանան Հիսուսի հետ խոսելուց որտեղից էր մեջ բերում նրան։ Աստվածաշնչից։ Ոչ մի այլ տեղից խոսք չբերեց Սատանան։ Սու ասում է Սուրբ գրքում քո մասին այսպես է գրված, Սուրբ Գիրքն այսպես է, ասենքն շատ լավ գիտեր Սուրբ Գիրքը, բայց օգտագործում էր ոչ թե ճանաչելու, փրկվելու համար, այլ հակառակություն բերելու համար, Քրիստոսին փորձելու համար։ Եթե մեր ուսմունքը կամ վարդապետությունը կեղծ է, մենք նաև ինչ ենք լինում այդ դեպքում անմաքուր, չէ՞։ Այսինքն մենք մարդկային մարմնավոր մաքրության վրա ենք շեշտը դնում, քան հոգևոր մեր փրկության վրա ենք դնում, ապա մեր կյանքն ասան լցվում է ինչով հակառակություններով, այսինքն խաղաղության բացակայություն։ Տեսեք, ասում եմ, այսպեսի մարդը գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտի, այլ բռնված է հակառակության խոսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ։ Ամեն մեկը ձեր շրջապատում կան մարդիկ, որ ճանաչում եք, չէ՞ որ ընտանիքում մեկը կա, որ շեղված է ճշմարիտ հավատքից։ Ամբողջ օրը վեց չէ տան մեջ։ Ես ճանաչում եմ, մայրը գնում է մի ուրիշ տեղ, աղջիկը գալիս է այստեղ, իրենց տան մեջ ամբողջ օրը կռիվ է։ Վեճեր։ Եվ սա ինչ է, այսինքն անիմաց վիճում են, թե դու ես ճիշտը, թե նա է ճիշտը, եւ հակառակությամբ բռնված, հիվանդագին վիճում են իրար հետ։ Այսինքն իրենք նաեւ գողանում են ընտանեկան խաղաղությունը, սերը, համերաշխությունը մեր տան մեջ գողանում են։ Եվ իրենք իբր խաղաղությունից են խոսում, բայց հակառակը։ Այսօր շատ ընտանիքներ կան, որ բաժանված են, հակառակված են, թշնամության մեջ են։ Կինը գնում է ինչ-որ միտեղ, ամուսինը դեմ է, իրար հետ վիճում են, հիմա երեխաներին պիտի կիսեն, նա արգելում է երեխան այնտեղ տանեն, սա արգելում է այնպես անեն, եւ տեսեք ինչ է կատարվում։ Բռնված, հիվանդագին, վեճերով, կռիվներով եւ կորցված այդ տան խաղաղությունը։ Այն ընտանիքներն, որտեղ անդամներից որևէ մեկ ընկել այսպիսի ցանցը, ուրեմն այնտեղ չկա խաղաղություն։ Ուրեմն ցանցի մեջ, ուրկանի մեջ, ոնց որ ձկանն են բռնում, գցում են ծովը կամ օվկիանոսը հանում են, այնպես էլ այդ մեղքի խոսքերը բերում են, գցում են, մարդկանց իբրև կես խաղաղությամբ գողանում տանում են։ Շատ սուտ ուսուցիչներ ինչ են անում, հետ միայն այնպիսի փաստարկներով են հետարկրվում, որոնք դեմ են մյուսներին, որ մեղադրեն։ Օրինակ
Կան, չէ՞, ասենց էջերը անգիր թերթում են, ասում են, հեսա, տեսեք, այստեղ գրված, օրինակ, Տյառն ընթարաչի տոն երբ որ գալիս է, գիտեք ինչ է համացանցում կատարում։ Կարակը մի վառեք դա հեթանոսություն է, Աստված արգել է երեխաներին կարակերով թռցնել, բայց Սուրբ գրքի մեջ այդ գրված դրվագը ոչ մի կապ չունի մեր քրիստոնեական սովորության հետ։ Այնտեղ որպես Աստծուն զոհ տանում են, թռցնում են կարակերով, մաքրագործում են իրենց երեխաներին։ Մեր մոտ Սուրբ եկեղեցին արգելում է նախ կարակի շուրջը պարել, խոնարհվել, մենք էլ ենք արգելում։ Դա նորություն չի։ Կարակն էլ վառում ենք, ես ձեզ ասել եմ, որ հիշեցնում է Քրիստոսի երկրորդ գալուստը, ահեղ դատաստանը։ Կամ երկրորդը մատաղի պատմությունը, սա մեջ շատ ենք խոսում։ Քրիստոս մատաղ եղել, հեսա տեսեք, դուք նորից մատաղ եք անում։ Մենք մեղքերի թողության համար զոհաբերություն չենք անում։ Սա աղքատին տրվելիք կերակուրն է։ Խաչակնքելու այս սովորությունը մերժում են։ Ինչ վատ բան կա, որ դու Քրիստոսի նշանը քո վրա անում ես։ Սրա սխալը որտեղ է։ Սուրբ գրքում այդպիսի բան ասում են գրված չի։ Սուրբ գրքում շատ բան գրված չի, որ բայց մենք կատարում ենք։ Եվ իրենք այսպես անելով, մարդկանց հրահարելով, բերում են ուրիշտեղ։ Եվ նրանց չի մտահոգում նաև ճշմարտության պաշտպանությունը։ Իրենք չի մտահոգում ճշմարտություն։ Իրենք անդադար փնտրում են բաներ, որ հակառակությունը ցույց տան, ասեն, տեսեք, այս մարդը սխալ է անում, մենք ճիշտ ենք անում, դուք այլ բանի մեջ եք։ Մի որոշ խմբակ էլ կան, որոշ սուտ ուսուցիչներ, որ գլխավորապես մտածում են իրենց ուսուցումներով գումար վաստակելու մասին։ Տասանորդը սարքում են թաշկինակ եւ տեսեք, եթե դու տասանորդը չտաս, դժբախտ կլնես, երջանիկ չլնես, դու միայն պիտի տաս, որպեսզի Աստված քո տուն օրհնի, դու լավ հաջողություն ես։ Սուրբ գրքում միայն հрьяաների համար է դրված եղել պարտադիր տասանորդը։ Նոր կտակարանի մեջ, քրիստոնեական եկեղեցու մեջ տասանորդը պարտադիր պայման չէ։ Դա կամավոր է, մարդը երբ կուզի, ինչքան կուզի, այնքան պիտի տա։ Որևէ մեկ իրավունք չունի քրիստոնյային պարտադիր, որ դու ամեն ամիս այսքան գումար պիտի բերես 10-ից, որպեսզի դու երջանիկ լինես։ Տեսեք ինչ վտանգավոր շղթա է սատանան ստեղծել։ Առաջին դարում է սա արդեն Պողոս առաքյալի ժամանակ է սա դեռ։ Պատկերացնեք, դեռ առաքյալները ողջ են։ Մարդիկ դեռ Հիսուսին տեսել են, լսել են շատերը, այս իրավիճակն է։ Պատկերացեք արդեն 20 դար հետո 2000 ական թվականները մարդիկ ինչպիսի մանավանդ այսօր ժամանակից տեխնիկաների, միջոցների, հեռուստացույցի, համացանցի միջոցով ինչպիսի կեղծիքներ կարող են կատարել։ Երբ Աստծո ճշմարտությունը փոխարինվում է, տեսեք, այստեղ արդեն երրորդ հատվածն է, անիմաստ, սուտ, կեղծ ուսմունքներով մարդիկ իրենց բարոյականություններն են, չէ, կորցնում։ Բարոյական արժեքներն են կորնում, սիրելիներ, եւ ընկնում են անբացատրելի ինչ որ բաների մեջ։ Օրինակ, եթե նայեք տարբեր տեսակի խմբակներ, տեսնում եք, չէ, մեկը յուրովի, օրինակ կարող է որ մարդկանց ստիպում են երկար շորեր հագնել, մազեր չկտրել, մազ չներկել, չսպարվել։ Սա կապ չունի մեր փրկության հետ, սիրելիներ։ Սա որևէ կապ չունի մեր փրկության հետ։ Արտաքին այդ դրսևորումները փրկության հետ կապ չունի, այստեղ է կարևոր։ Դու ինչ սիրտ ունես եւ այդ սիրտդ ինչքանով է Քրիստոսի ճշմարիտ վարդապետությամբ ապրում եւ լցված է այդ ճշմարտությամբ։ Երբ որ դու ստիպում ես արդեն Սուրբ գրքից դուրս ինչ որ բաներ ես պարտադրում մարդուն, եւ դա քո անձնական ցանկություններն են, քո պահանջներն են եւ դա Սուրբ գրքի ոգով ես ներկայացնում, դու այդ մարդկանց զրկում ես նաեւ բարոյականությունից։ Եվ տեսեք, ասում է, դրանք բերում են նախանց, կռիվ, խարդախություններ, հայոյություններ, չարություններ, ամեն բան բերում է այս ամեն ինչը։ Եվ չար ծառը, ասում է Հիսուս, չար պտղից է, չէ, ճանաչվում։ Այսինքն չար ծառը, չէ, պտուղից է, չէ, ասում ենք ծառը պտղից են, ասում ենք բարի ծառը բարի պտուղ է տալիս, չար ծառը չար պտուղ է տալիս։ Հիմա այս նույն ձևով էլ սուտ ուսուցիչները չար պտուղներ են տալիս եւ այստեղ թվարկում է, չէ, արդեն Պողոս առաքյալ, կարդացի ես։ Ուրեմն որոնցից առաջ են գալիս նախանց, կռիվ, հայոյություններ, չար կասկածներ եւ խարդախություններ։ Տեսեք, ինչ մեղքեր է բերում այս սուտ ուսուցումը մարդկանց մեջ։ Դու սկսում ես նախանձել մյուս քրիստոնյային, չար կասկածներով ես լսում քրիստոնյայի հանդեպ, կռվում ես իրանց հետ, խարդախությունների մեջ ես հայտնվում եւ տեսեք քո պտուղը, որ բարության պտուղ պիտի տար, սիրո պտուղ պիտի լիներ, հանկարծ այս ամենը վերածվում է չարության եւ ատելության։ Իսկ արդեն 5-րդ համարի մեջ շարունակության մեջ արդեն ինչ է ասում Պողոս առաքյալը, սրանք մտքով ապականված եւ ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը, բայց դու այդպիսիներից հեռու պահիր քեզ։
Ուրեմն մթով մթագնաց, ճշմարտությունից հեռացած մարդիկ են, եւ ասում եմ, որոնց ամբողջ բանը շահը այդտեղից է։ Շահ ունեն աստվածապաշտությունից։ Ինչ է սա նշանակում մտքով ապականված։ Մենք 7-րդ մահացու մեղքը որն էր բղջախոհությունը, չէ, այսինքն չար մտածումներ, այսինքն պիղծ մտքեր ունենալը։ Ուրեմն սա էլ մտքով ապականված մարդ։ Սա ինչ է նշանակում։ Մտքով ապականված մարդը, որ չունի ճշմարիտ մտածելու կարողություն։ Այսինքն ինքը բոլորին կասկածում է։ Ինքը իր մտածումներ երբեք բարի չեն։ Ինքը ցանկացած մարդու տեսնում միանգամից վատ բաներ են մտածում, չէ՞, կամ ասում եմ մտքովս վատ բան անցավ։ Մենք հայերը, չէ՞, թե մեկը մի հատ զանգում է մեզ, առաջին բանը մենք վատ բան ենք, չէ՞, ինչի է զանգել, տենաս ինչ է պատահել։ Այս ժամին ինչի է զանգել։ Այսինքն մեր միտքը եթե պայծառություն չունի, հոգևոր լուսավորություն չունի, մենք միշտ վատն ենք տեսնում։ Այսինքն չենք մտածում, մարդը կարոտել է, զանգել է։ Եթե ուշ ժամի է զանգել, ընդհանրապես արդեն վատ ենք մենք, այս ուշ ժամին ինչի զանգեց։ Ես էլ երբ որ ասենք զանգում եմ հորս ուշ ժամի, ապեր ինչ էլ ասում, ինչի զանգել։ Հենց դենը ոնց ես։ Այսինքն մեր աշխարհը արդեն այնպիսին է, այնքան են մեզի վախերի մեջ գցել, որ նույնիսկ զանգը կարոտած մարդու զանգը մենք միանգամից վատ բան ենք մտածում։ Ուրեմն նշանակում է, որ այս մարդիկ ճշմարիտ մտածելու կարողություն չունեն եւ հեռացած են Աստծուց։ Սա հոգևոր իմաստով է ամբողջությամբ, տեսեք, եթե մեկի մեջ կա նախանց, չար, կռիվ, խարդախություն, հայոյություն, ինքը չի կարող չէ մաքուր տեսնել, մաքուր մտածել, այդ մտածումներն էլ մարդուն Աստծուց հեռացնում են։ Եվ նա ով հեռացած է ճշմարտությունից, նա նաև Հիսուսից է հեռացած։ Այսինքն Հիսուս Քրիստոս իր կյանքի մեջ է։ Ճշմարտությունը տեսանք, չէ՞ որ Հիսուս Քրիստոս ինքն է։ Սա է պատճառը, որ նրանք նաև անմիտ են, միտք չունեն, նոր բան չունեն ասելու։ Անդադար նույնությամբ ես մի օր տեսա, որ պատերազմի օրերին այդ որ այդ բաներից խմբակներից մեկ ուղիղ եթերով իրենց աղոթներ գցեր, անիմաստ գոռոցներ, բառեր, որ լսում ես, ասենք այդտեղ ավելի շատ դիվական զորություն կա, քան ինքը Քրիստոսի խաղաղություն կա, այսինքն աղոթքը բերում է խաղաղություն, չէ՞, դու աղոթքի մեջ գոռոց, ճվոց, այլ ձայներ չպիտի լինի, շատ բարձր գոռալով Աստված մեզ կլսի։ Հիսուս ինչ էր ասում նաև ձեր աղոթքի մեջ ինչ չլինեք, շատախոս, չէ՞։ Ինչու էր այդպես ասում։ Ասում եմ, որովհետև այդպեսիները հեթանոսներն են այդպես զվարվում։ Ասում եմ, հետո իրենք մտածում են, եթե դու շատ ասես նույն բանը, Աստված քեզ կլսի։ Այսինքն, որ դու շատ խնդրես նույն բանի մասին, Աստված քեզ կպատասխանի։ Մեկ բառել է, չէ՞ պետք, որ ասես Աստված կլսի։ Խաչված ավազակը, Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայության, վերջ, փրկվեց։ Այսինքն շատ խնդրեց։ Դա իր վերջին խոստովանությունն էր, չէ՞, իր վերջին խոստովանությամբ փրկվեց։ Մարդը մեկ բառ ասի սրտանց մեղա Աստծո փրկվի։ 3 տոններ սուրբ, չէ, 2 շաբաթ օրը Սուրբ Ղուկիանոս Հայրապետի տոններ։ Ով էր Սուրբ Ղուկիանոսը, այն զինվորականը, որ Հիսուսին խաչեցին։ Ղեկավարն էր։ Երբ որ Հիսուսին խաչեցին, ինչ ասեց, որ մթնեց, ամպերը եկան, փակեցին երկրաշար, ապրեք։ Իրոք որ սա Աստծո որդին էր։ Վերջ հավատաց։ Եվ իր կյանքը նվիրեց, այսօր սուրբ է եւ իր հիշատակը մենք 2000 տարի անցել հիշում ենք, որ այս մարդը խաչի մոտ հեթանոս լինելով հավատաց, որ սա իրոք Աստծո որդին էր։ Բայց հрьяաները, որ խաչեցին, իրենք էլ այնտեղ կանգնած էին, տեսան, մինչև այսօր չեն հավատում եւ մինչև այսօր մարտնչում են Քրիստոսի անվան եւ Քրիստոսի դեմ սիրելիներ։ Դրա համար չպետք է մենք մեր կյանքի մեջ անմիտ լինենք։ Ինչ է սա երկրորդը նշանակում, որ այսպիսիների համար աստվածապաշտությունը նաև աստվածավաճառություն, այսինքն փող, Աստծո խոսք եմ քարոզում փող աշխատելու համար։ Ես կարող եմ ձեզ ասացնել, որ աշխարհում ամենաշատ մեծ տնտեսական շահը հոգևոր դաշտի մեջ է։ Փողերը, որ մարդիկ կարող են ստանալ, շահել, խաբել, կեղծել, հավաքել եւ ինչի համար է նաև երբեմն սուր ձևանում այդ գումարները ունենալու համար, շահի, Աստծո խոսքը քարոզում են շահի համար, փող աշխատելու համար։ Եվ սա վտանգավոր երևույթ է, բոլորը կարող են սրա մեջ հայտնվել սիրելիներ։ Աշխարհում միայն դրամ հավաքել, աշխատում են այս մարդիկ, միայն դրամ հավաքել եւ արդեն ասացի, 10-րդը իբրև սկզբունք դրած, բոլորին քարոզում է, որ պետք է տակ, որովհետեւ անհրաժեշտ է, եթե չտակ, այսպես։ Աստծո խոսքը այսրա համար են քարոզում երբեմն։ Երբեմն տեսնում ես մարդիկ, որ այսինչ տեղում ձախողել են,
կամ բանտարկվել են, հետո դուրս են եկել, միանգամից հավատացյալ են դարձել, սկսել են Աստծո խոսք քարոզել։ Մենք օր-օրի ենք հարստանում են, մեծ իշխանություններ են հասնում, մեծ փողեր են կուտակում, բայց մենք կտեսնենք, որ այդ ամենով հանդերձ մենք չենք կարող հրկություն գտնել։ Եվ տեսեք Հռոմեացիների նամակի մեջ Պողոս առաքյալը շատ գեղեցիկ մի դիտարկում ունի։ Ասում է. աղաչում եմ ձեզ, եղբայրներ, ուշ չդնեք այնպիսիներին, որ հերձվածներ եւ գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք, եւ խորշեցեք նրանցից, որովհետեւ այդպիսիները մեր Տիրոջը Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին եւ քաղցրությամբ ու կեղծ գովասանքներով հրապունում են անմեղների սրտերը։ Ասում է խորշեցեք, փախեք այդպիսի մարդկանցից, ովքեր որ մեր դուռը կծեծեն են, որ ասում են դե լավ դուռը ծեծել է, մի հատ լսենք իրենց, մի լսեք։ Իրենք Քրիստոսին չեն ծառայում, ասում է իրենք ծառայում են իրենց համար եւ քաղցր խոսքերով շատ անմեղների սրտերն են մոլորեցնում։ Այն որ դու քո բարեպաշտությամբ դու իրան տուն ես թողնում, իր խոսք ուզում ես լսել, մեկ խոսքից էլ մարդ կարող է խռովել ու գայթակղվել։ Տեսեք այսօր ինչ է կատարում, ամբողջ համացանցը եկեղեցու հոգեվորական դեմ ինչ որ բաներ են խոսում, գրում, հայոյում, այլասերված բառեր օգտագործում, նպատակը մեկն է՝ մարդկանց քշել Քրիստոսից, հեռու տանել ճշմարտությունից։ Իբրև թե ճշմարտությունն են պաշտպանում, ճշմարտության համար են պայքարում, բայց իրականում սատանայի համար են աշխատում։ Նա որ իր եղբոր մեղքը բացահայտում է Սուրբ Գիրքն ասում է թող անիծված լինի։ Հիսուս հստակ ասում է, որ քո եղբայրը մեղք է գործում, դու գիտես, չի ասում հերի հրապարակ, ասում է գնա հետն առանձին խոսիր։ Եթե քեզ չլսի, կանչիր երկրորդ եղբորը երկուսով խոսեք։ Եթե չլսի, կանչեք եկեղեցում խոսեք։ Եթե ձեզ էլ չլսի, ասում է թողեք իրեն, բառ չխոսեք այլևս։ Չի ասում հելեք, հայտարարեք, տարածեք, որ այս մարդը մեղք է գործել։ Ինչ շահեցիր ուրիշի մեղքը հրապարակելով։ Ոչ մի բան։ Նախ դու իրեն զրկեցիր ապաշխարությունից։ Եթե ինքը կործանվի, դու այդ կործանման համար քո հոգու համար, իր հոգու համար դու պիտի պատասխան տաս։ Ուրեմն այստեղ դրա մասին է խոսում, որ անմեղներին խաբելով տանում են կորստյան։ Հեռու մնացեք, ասում է այդպիսի մարդկանցից։ Եվ ասում է դու այդպիսիներից նաև հեռու պահիր քեզ։ Ինչի սիրելին է, որտեվ մեկ րոպե չի կարելի այդպիսի մարդկանց հնարավորություն տալ մեր կյանքի մեջ լինելու։ Նրանք ովքեր գալիս են այլ բան ասելու մեզ, հստակ է որ քո հավատքի հարցում զիջում, չպիտի ասես լավ, ոչինչ թող իրենք էլ լինեն, չէ։ Սա մեր հավատն է, մեր սահմանը մենք պիտի պահենք։ Հավատքի սահմանն էլ անտեսանելի է, բայց սուրբ է, ինչպես հայրենիքի սահմանը եւ սրբությամբ պիտի պահվի։ 6-րդ համարը իրոք աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից։ Այդպես է, չէ՞։ Տեսեք, ասում է իրոք որ աստվածապաշտության շահի մեծ աղբյուր է։ Ինչ է սա նշանակում, սիրելիներ։ Աստվածապաշտությունը ինչ շահ է բերում։ Հոգևոր, չէ՞։ Հոգու, Պողոս առաքյալի այսինքն խոսքը նյութական շահի մասին չէ, այսինքն աստվածապաշտությունը մեծ շահ է, երբ որ քո հոգու փրկության համար է, չէ՞։ Դու շահում ես, չէ՞։ Եկար աստվածապաշտությամբ ապրելով, Քրիստոսին ունեցար, դու ամենահարուստ մարդն ես։ Դու մեծ շահ ունես եւ ամեն օր այդ շահը պիտի շատացնես, ինչպես Տերն է ասում, ձեր գանձերը դիզեք երկնքում, որտեղ գողերը չեն կարող գողանալ, ցեցը ժանգը չի կարող ուտել։ Այդ գանձերը դիզեք։ Դրա մասին է խոսքը։ Ուրեմն հավատքը մարդուն չի հարստացնում։ Հստակ է, չէ՞, այսինքն մենք չենք հավատում, որ նյութապես հարստանանք, այլ ինչ անում։ Մարդու ինչն է հարստացնում։ Հոգին, ապրեք, հոգին ու սիրտն է հարստացնում։ Մենք չենք հավատում, որ հարուստ մարդիկ դառնանք։ Մենք հավատում ենք, որ մեր հոգին հարստանա, մեր սիրտը լիությամբ լցվի։ Մենք Քրիստոսով հարուստ լինենք։ Այն մարդն է հարուստ, ով Քրիստոս ունի իր կյանքի մեջ, սիրելիներ։ Մենք չենք գալիս աղոթում, որ Աստված մեզի լավ գործ տա, աշխատանք տա, մեր կյանքը փոխվի, չէ։ Մեր շահը Քրիստոս ունենալն է, սիրելիներ։ Մեր շահը ավետարան ուսուցանելն է։ Եվ աստվածապաշտությունից եկող շահը կախված է նաև նյութական պետքերից ու բարիքներից։ Աստծո խոսքերը հավիտենական արժեք են, դրա համար շահի մեծ աղբյուր արժեքը սա է մարդու, մեծ աղբյուրը սա է, հավիտենական խոսքը լսել ու հարստանալ։ Եթե նյութական հարստությունները մեր երազանքը դառնան, մենք ինչ կանենք։ Եթե մեկ ուզենա Աստծո խոսք քարոզելով հարստանալ, ինչ կանի ինքը սիրելիներ, կկորցնի ինչ է, հավիտենականը։ Այսինքն այս ժամանակավորը
կթողնի, իրեն կմնա, հավիտենականը կորցնի։ Հուդան ինչ արեց։ 30 արծաթով վաճառեց չէր հավիտենական կյանք։ 30 արծաթով։ Եսավը ինչ արեց։ Մի աման տաք ճաշով վաճառեց ինչը, իր անդրանիկությունը։ Այսինքն մի աման ճաշի համար ասես լավ, դու ես անդրանիկ, ես կրծերն եմ։ Մենք էլ շատ հաճախ չի ասում ենք, լավ դե ինչ պետք է լինի, ով է իմանալու, արա, ստորագրի, շուտ, վերջ, վաճառեցիր քո հոգին։ Սա ամեն այդ ակնթարթի վրա է սատանան աշխատում։ Մեզ թվում է թե սատանան պետք է sense հելնի կանգնի մեր դիմացը, մեզ վախացնի, չէ։ Մանրուքների մեջ է սատանան։ Եվ հատուկ խոսքերը սատանայից են։ Սովորական մարդիկ հատուկ խոսքեր չեն օգտագործում։ Աստված հատուկ բառեր չի օգտագործում, չէ՞։ Մենք նույնիսկ Աստծուն դույով ենք դիմում, բայց մենք իրար դուքով ենք դիմում։ Տեսեք Աստծո պարզությունը, մաքրությունը իրեն պաշտոնական դիրքի մեջ չի դնում մարդու հետ։ Բայց աշխարհը մեզ բերում է, դնում է ուրիշ տեղ։ Եվ եթե մեր երազանքները նյութական են, նորից եմ ասում, մենք գալիս ենք եկեղեցի, աղոթենք, որ շահ ունենանք, մեր տունը կառուցվի, լավ աշխատավարձ ստանանք, բարձրացնեն, եւ այսպես, դու կկորցնես այդ ամեն ինչ։ Այն ցելորը մեկին նամակ էր գրել, չգիտեմ ձեզ պատմել եմ թե չէ, ասում է շաբաթներ, ամիսներ աղոթեցի, որ իմ ուզած գործը գտնեմ, չգտած, մը գնացի մոմ թափողի մոտ, հաջորդ օրը գործը ստացվեց։ Ասում է փառք Աստծո։ Եղբայր, քույրս վաճառեցիր քո հոգին։ Դա սատանան հենց դրա համար է, որ քեզ կանչասի, արի ուզում ես, ար, վերցրա, բայց ինձ պետք է հավատաս, արդեն դու ինձ ես պատկանում։ Ուրեմն հարուստը նա չի, ով շատ փող ունի, սիրելիներ։ Աշխարհում շատ են հարուստները, չէ՞, միլիարդատերը, միլիոնատերը շատ են, բայց նրանք հարուստներ չեն։ Հարուստը նա է, ով իր ունեցածից կամ ունեցածով ինչ է, գոհ է։ Հարուստը նա է, որ ով իր ունեցածով գոհ է, գոհանում է իր ունեցածով։ Մեկ հատ կոշիկ ունեմ, գոհ եմ։ Մեկ հատ տուն ունեմ, գոհ եմ։ Երկու երեխա, մեկ երեխա ունեմ, գոհ եմ։ Սա է հարստությունը, սիրելիներ։ Եվ դրա համար ինչ եղավ, հիշում եք, որ երիտասարդը մոտեցավ Հիսուսին, ինչ ասաց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ փրկվեմ», ասաց. «Պահիր պատվիրաններ», ասաց. «Մանկուց պահում եմ»։ Հնարավոր մեկը բոլոր պատվիրանները մանկուց պահի, չէ, հպարտացավ, այդ մեկ։ Ասաց, եթե ուզում ես կատարել, քեզ մեկ բան է պակասում, կատարյալ լինելու համար։ Գնա ունեցածդ վաճառի, արի իմ հետևից։ Ես մեկ քան որ ինքը շատ հարուստ էր, լուր հեռացավ։ Հիսուս ինչ ասաց, ավելի շուտ ասեղը կմտնի պարանի անցքը, քան հարուստը երկնքի արքայություն կմտնի։ Երբ գոհունակությամբ ենք անում ամեն բան, այսինքն որ դու գոհ ես քո ունեցածից, սիրելիներ, ինչ է կատարվում։ Նախ մենք ազատագրվում ենք, այսինքն դու կապանքներ չունես, ոչ մի կապանք չունես, սիրելիներ։ Ինչ ես անում երկրորդը, ագահությունից ես հեռու մնում։ Սա երկրորդ կարևոր բան է, այսինքն դրա համար չես ապրում, ագահությունից ձերբազատվում ես եւ վերջապես խուսափում ես իշխանատենչությունից։ Մարդը, որ հարստանում է, ինչ է ուզում երկրորդ բանը, իշխանություն։ Իշխանություն է ուզում։ Սա շատ կորստաբեր ցանկություն է մարդու համար, իշխելու մոլուցքը, եւ եթե դու սերել չունես, ինչ ես դառնում, բռնապետ։ Բռնակալ ես դառնում։ Ցանկացած իշխանություն, իշխանավոր, եթե սեր չունի, ինքը բռնակալ է դառնում։ Եվ ինքը ուզում է բոլորին իշխել, բոլորին հրամայել եւ բոլորին բերել իր ոտքերի տակ։ Սա մեզ բերում է ինչ։ Հարստությունը ինչ է դառնում մարդուն օրհնության փոխարեն, ցավ չէ նաեւ։ Պատիժ է դառնում մարդու կյանքում, եթե մարդը այդ մոլուցքով է ապրում։ Ուրեմն երբ որ դու կարողանաս ճիշտ կյանքով ապրես, նախ օրհնություն կստանաս, հետո էլ Աստծոց բերկրանք կստանաս, այդ հոգևոր խաղաղությունն ու երջանկությունը կունենաս։ 7-րդ համարը ինչ է ասում, որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ եւ ոչ էլ պիտի կարողանանք տանել։ Ամբողջ մարդու կյանքի պատմությունը։ Զուր է այս աշխարհի ունեցված դիզելը, չէ՞։ Զուր է, այսինքն պատկերացրեք, մենք մի ամբողջ կյանք աշխատում ենք, տուն ենք կառուցում, լցնում ենք ամեն բան։ Ինչքան է այդ տունը մնալու այդպեսին։ Նույնիսկ կարող մեր մայից հետո, մեկ շաբաթ հետո վաճառեն մեր զավակները, կամ եթե իրենք էլ ապրեն շատ 100 տարի, չէ՞։ Այսօր մենք ճանաչում ենք Մանթաշովի թորանը, ծորներին, իրենց ունեցվածքի տեղը գիտենք, չգիտենք։ Շատ այսպես համաշխարհային հարուստներ գիտենք տեղը, չգիտենք։ Ուրեմն զուր է այդ ունեցվածքը կուտակել այս աշխարհի վրա,
մի օր անպայման, սա անպայման բառը հատուկ եմ ես գծել, անպայման մեռնելու ենք եւ կորցնելու ենք, ոչ մի բան չենք տանելու։ Հոբ Երանելին ինչ էր ասում, իմ մոր որովայնից մերկ դուրս եկա, մերկ էլ պիտի վերադառնա։ Մենք ինչպես ենք ծնվում գալիս այս աշխարհ։ Աղքատ, չէ՞, մենք աղքատ ենք ծնվում, ոչինչ չունենք, մերկ եկել ենք։ Կամած Աստված մեզ հագուստ է տալիս, աշխատանք է տալիս, տուն է տալիս, հետո նորից թողնում ենք, իբրև աղքատ վերադառնում ենք։ Այսինքն տվել այս ամենը մեզ Աստված, որպեսզի դրա մեջ մենք կարողանանք Տիրոջը գտնել։ Դրա համար Տերն ասում է մամոնայից, այսինքն փողից ձեզ ինչ հայր ստեղծեք, բարեկամներ։ Այսինքն ինչքան որ դու բաժանես, տաս, օրհնություն կստանաս եւ երկնքում քեզ համար ամեն բան պատրաստված կլինի։ Իր ժողովողի մեջ Սողոմոն իմաստուն մի շատ գեղեցիկ տող ունի, ասում է. սա էլ մի ծանր ցավ է, ինչպես որ եկել է, այնպես էլ կգնա։ Ինչ օգուտ ունի մարդ իր վաստակից, որ ջանք է թափում, կետեր դրած քամու համար։ Քամու համար։ Քամու համար ենք անում, այսինքն ոչ մեկին պետք չի մեր ամբողջ կյանքի։ Գրքեր ունեմ, չէ, այդքան հավաքել եմ, կարդացել եմ։ Մտածում եմ անցյալ օրը, ինչի համար եմ այսքան հավաքել։ Ում է պետք այս ամենը։ Ինչ ենք անելու։ Մյուսը դրամների չէ, հավաքած ունի, մյուսը ինչ որ խաղերի հավաք, հետո ինչ ենք անելու։ Պահեցինք, դա մեզ երջանկություն չի բերում։ Դա մեր ցավերն ավելի է շատացնում, սիրելիներ։ Ուրեմն այստեղ մի կարևոր բան պիտի հասկանանք, որ հարստությունը վատ բան չէ, սիրելիներ։ Հարստությունը հավիտենական չի, դրամն էլ փրկություն չի բերում, ընդհանրապես սա պիտի հասկանանք։ Հարստությունը հավիտենական չի։ Փողն էլ փրկություն չի բերում, դու չես կարող դրանով փրկվել։ Իսպանական ամենահայտնի առածը մեր մոտ թարգմանված այսպես դագաղը գրպաններ չունի, իսպանացիներն ասում են պատանք են, որ շորի մեջ են, չէ՞, հնում, ասում են պատանքը գրպաններ չունի, այսինքն ոչ մի բան չես տանելու քեզ հետ, այսինքն ինչ որ հավաքեցիր, պիտի մի օր թողնես այստեղից պիտի վերադառնաս այնտեղ։ Եվ կյանքը ավելի կարևոր է, քան ունեցվածքը։ Սա է մեր ամբողջ խնդիրը, որ կյանքն ավելի կարևոր, ոչ թե մեր ունեցվածքը։ Ինչու է այստեղ ասում մեր գալու ենք, մեր գնալ ենք, ոչինչ չենք տանելու։ Տեսեք, երբ որ մարդը շատ հարստանում է, ինչ է, նո՞։ Սկսում է վախենալ, չէ՞, նախ չգողանան, չկորցնի։ Նույնիսկ երբ որ տանից պիտի միտեղ գնաս, դուռը փակում ես, ամբողջ շուրջքու միտքդ հանկարծ չգան տունը գողանան։ Այն ոսկեղեն ապահով տեղ դրել եմ, փողերը դոշակի տակից հանել եմ, դրել եմ ինչ որ միտեղ, որ անտեսան լինի։ Այսինքն ամբողջ մտածմունքը մարդու դրա մասին է։ Երբ որ հիմա ամենամեծ բարձ օրինակ բերեմ ձեզ, տնից դուրս են գալիս, երբ որ ինչը մոռացած ենք շտապ հետ են գալիս։ Հեռախոսը, ապրեք։ Իսկ մեկը որ Սուրբ Գիրքը հետը վերցրած չլինի, հետ գալիս է, չէ։ Հետ չի գալիս։ Հետ չի գալիս։ Այսինքն, երբ որ դու Աստծուն ես մոռացել, հետ չես վերադառնում։ Բայց երբ որ նա հեռախոսը դու հետ ես գալիս։ Տիրոջն ենք մոռացել մեր կյանքի մեջ։ Այն փրկությունը, որ Քրիստոս բերել է ինձ ու քեզ, որ դու ազատ ես այլ, այսինքն ազատությունը ես մոռացել, ընկել ես սրա հետևից, սրա համար ապրում ես։ Եվ ամբողջ ժամանակ, նոր քիչ առաջ Տեր հայրդ է խոսում, Ամերիկայից վերադարձել էր, ասում է մի 3 շաբաթ ասում է այնտեղ պատարակը խորուրդ խորինով բարեխոսություն, ամբողջական պատարակ մատուցեցի, սարկավակները երջախումբ, ասում է ժողովուրդը բողոքեց, ասես Տեր հայր, մի բառ կարող ես սովորել անգիր, կարճ։ Մենք սովոր չենք այս պատարակին, հերիքը երկար պատարակներ անես։ Վերջ, կարճ, կտրի պատարակը։ Ու սա մեծ ցավ է մեր կյանքի մեջ, սիրելիներ, որովհետև մարդը չի ուզում երկար ժամանակ։ 96 թվականի Եվրոպայի ֆուտբոլի խաղերը, որ սկսվեց, Անգլիայում ինչ արեցին, Անգլիայում էր ֆուտբոլը, որպեսզի մարդիկ Կիրակնորյա եկեղեցում պատարակից չբացակայեն խաղերի պատճառով, վերեցին խորանի վերևը հեռուստացույցեր դրեցին, որ համ խաղը տեսնեն, համ պատարակի մեջ լինեն։ Հասկանում եք, մարդը ուր է հասել։ Այսինքն համ մեղքի մեջ լինենք, համ Աստծո հետ լինենք։ Վերջ, մեր ժամանակը սրա համար։ Եվ տեսեք, ուր է բերում, որ մարդը ունեցվածք ավելի կարևորում, քան իր կյանքը։ Մենք մի ամբողջ կյանք աշխատում հավաքում ենք, հետո չենք էլ ապրում մեր ունեցածը։ Բայց երբ ենք ապրում, մի օր կծախսենք, երբ մի ժամ հետո կարող է կյանքը չլինի, դու ոչ մի բան էլ չկարողանաս անել։ 8-րդ համարը, տեսեք, սա ամենակարևոր հատվածն է։ Իսկ նրանք ասում են, ովքեր կներեք, այսինքն, այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ ինչ անենք, բավարարվենք։
ուտելիք ունենք, շոր ունենք, փառք Աստծո։ Հասկացաք ինչ է այստեղ ամբողջ խնդիրը ցույց տալիս։ Ուրեմն մեր կյանքից ավելի ցանկանալ, այսինքն մեր կարիքներից ավելի ցանկանալը ճիշտ չէ։ Երբ որ ունես, տեսեք մարդ կա տուն ունի, ուտելիք ունի, հագուստ ունի, պարկ չունի, բայց դժգոհ է։ Ավելին է ուզում։ Վատ բան չէ ավելին ունենալը, բայց դրա համար հոգիդ չպիտի ծախես։ Եվ Տերը ինչ է ասել, ձեր բոլոր կարիքները կհոգամ, չէ, խոստացել եմ ես։ Ինչ է ասում, նախ խնդրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բան ձեզ ավելիով կտա։ Նախ խնդրեք, ասում է, երկնքի արքայությունը, Աստծո արդարությունը, մնացած ամեն բան ձեզ ավելիով կտա։ Այսինքն Տերը խոստացել է, որ մեզ հոգ պիտի տանի։ Ուրեմն Աստծո տված նյութական բարիքներով չբավարարվել, նաեւ սա է մեղք։ Սա էլ է մեղք։ Եվ դժգոհությունն էլ բողոք է Աստծո դեմ։ Երբ որ մեկը դժգոհում է անդադար իր կյանքից, սա բողոք է։ Մենք ինչ ենք ասում, այս ինչ կյանք։ Անդադար, ամբողջ օրը քրտնաջան աշխատում ենք, ամբողջ օրը վասկի մեջ ենք, ամբողջ օրը հողի մեջ գործ ենք անում։ Հա, բայց վատ բան կա աշխատելու մեջ։ Օրհնություն է աշխատանքը։ Այսօր ինչքան մարդ է երազում աշխատել, բայց չի կարողանում։ Անդամալույց է, սայլակի վրա գանված, անկողնում գանված։ Ինչքան մարդ կոզում է քայլել, բայց չի կարողանում։ Մենք քայլում ենք, ոտքի վրա ենք, դժգոհ ենք։ Սա բողոք է, դժգոհություն Աստծո դեմ։ Ուրեմն մենք պիտի կարողանանք շնորհակալությամբ ապրել այդ ամենի մեջ։ Եվ երկրորդ, մենք չպետք է նաև հագենանք մեր հոգևոր վիճակից, այսինքն մեր աճը պիտի անդադար հարստացնենք մեր հոգևոր վիճակը։ Եթե մենք այսօր 5 գլուխ գիրք ենք կարդում, սուրբ գրքից մի գիրք ենք ընթերցում, վաղը կարող ենք 6-ը կարդալ, այսինքն չբավարարես ես ունեցածով։ Ամեն օր պիտի զարգանաս քո հոգևոր կյանքի մեջ, որովհետև այդ միջոցով որ Սուրբ Հոգին քեզ նորոգում է, մաքրագործում է, որպեսզի մենք կարողանանք նրա պտուղները առատապես վայելել մեր կյանքի մեջ։ Ունենք, ասում է, ուտելիք, հագնելիք, փառք Աստծո։ Սա շատ կարևոր բան է, մարդը միշտ գոհ լինի։ Փոքրի մեջ գոհացար, շնորհակալություն հայտնեցիր, ավելին կունենաս։ 9-րդ համարը, իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի եւ բազում ամիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում տանում են մարդկանց դեպի կործանում եւ դեպի կորուստ։ Տեսեք, ասում են, նրանք ովքեր հարստանալ են ուզում, չեն բավարարում, ինչ թվարկեց 3 բան։ Ընկնում են փորձության մեջ, ծուղակն են ընկնում սատանայի եւ կորստյան են մատնվում։ Ինչ է սա նշանակում, սիրելի։ Ուրեմն հարստությունը նորից ասում, ինքնին չարիք չէ։ Հարստությունը չարիք չէ, վատը բան չէ զնել։ Հարուստ լինել մեղք չէ։ Դրամասիրությունն է մեղք։ Այսինքն բոլոր մեղքերի պատճառը, ասում է Արմատը, դրամասիրությունն է, փող սիրելն։ Ինչ ես ուզում հարուստ լինել, այս հարցը դեռ դու պիտի տաս քեզ։ Ինչ ես ուզում հարուստ լինել, ինչ է տալու այդ հարստությունը քեզ։ Դու սրա մասին պիտի մտածես եւ մնացած արդեն պիտի տեսնես։ Հիմա 3 կարևոր բան ընկնում է մարդը փորձության մեջ։ Որն է հարստանալու մեջ փորձության մեջ ընկնելը։ Ինչ է բերում մարդուն։ Երբ որ մարդը չի կարողանում իր ազնիվ աշխատանքով, վաստակով շատ հարստանալ, ինչ է անում ինքը։ Անօրեն եւ անբարո արարքները չէ թույլ տալիս իրեն։ Կարող է ընկերոջը դավաճանել, կարող է ընկերոջը մատնել, կարող է սպանել, կարող է գողանալ, կարող է կեղծել, ամեն բան, սա անբարո գործեր են, չէ, որ մարդը կատարում է։ Ցանկացած, ասում են, միլիոնատերով հարցում ես ինչպես դարձաք միլիոնատեր, ասում է առաջին 1 միլիոնի մասին մի հարցրեք, մնացածի մասին կպատմեմ, թե ինչպես է ձեռք բերել այդ ամեն ինչ։ Ուրեմն անբարո եւ անպարկեշտ սովորույթների միջոցները կարող ես օգտագործել հարստության մեջ։ Սա փորձություն է, տեսեք։ Ամեն մարդ չի, որ կարող է մինչև վերջ մաքրամաքուր մնալ ու դիմանալ այդ ամենին։ Երկրորդը մարդը ընկնում է սատանայի ծուղակը։ Ինչ է սա, սիրելիներ։ Երբ է մարդը սկսում շատ մեղքեր գործել, երբ որ գրպանում շատ փող կա, չէ։ Սկսում է մարդու մեջ տարօրինակ ցանկություններ, խմելու, ծխելու, շնանալու, զվարճանալու եւ տարատեսակ բաներ, սա մոլոր ցանկություն է, որ սատանան վերում դնում է մարդու մեջ եւ մարդը ընկնում է սատանայի ծուղակ, այսինքն գերի է դառնում։ Եվ հետո երբ որ դու չես կարողանում դրա մեջ գոհանալ, ավելի է խորացնում, քո կապանքները ավելի է կապում, դու ավելի մեծ մեղքերի մեջ ես։ Եվ վերջապես երրորդ ինչ է լինում, կործանում եւ կորուստ։
որից հետո այլևս դժվար է վերականգնել նախկին կյանքը, չէ՞։ Ինչքան հարուստներ այսօր կան, որ դժվարության մեջ են ապրում, կարողանում են վերականգնել այս նախկին փառքը, հեղինակությունը։ Ինչ, որովհետև այս ամբարով միջոցներով, մոլոր սովորույթներով կորցրեցին թե հավիտենականը, թե ժամանակավոր երկրավոր հարուստ։ Մեր կյանքի մեջ, մեր քաղաքում էլ ցավոք սրտի այդպիսի մարդկանց մենք ամեն օր տեսնում ենք, որ ով էին, ինչեր ունեին եւ հիմա ոչինչ չունեն, թափառականի պես ապրում են։ Եվ աշխարհում այդպեսի շատ մարդիկ կան, ցավոք սրտի, կամ էլ հակառակը։ Ուրեմն սրանք մոլորսներ են, որ նաև ինչ են անում, շատ հարստանալու ցանկություններ մարդուն ինչ կարող անել, խենթացնել, չէ, խելագարության հասնել։ Կան այդպիսի մարդիկ, որ խենթանալու պես խելագարի պես ուզում են հարստանալ։ Սա էլ կա, շատ։ Ուրեմն նաև հարստությունը մարդու ինչն է գողանում, հանգիստը։ Ուրեմն այսինքն որ տեսեք, ասում են նրանք ովքեր ուզում են հարստանալ, թվարկես, չէ, կընկնեն փորձության մեջ, սատանայի ծողակը, կորուստ ու կործանում կունենան, ուրեմն նաև խելագարության կարող են հասցնել։ Խելագարության։ Եվ տեսեք, ինչքան վտանգավոր է, երբ որ դու նպատակը չունես եւ չես կարողանում հասկանալ, թե ինչի համար ես ուզում հարստանալ, շատ փողն ինչ ես անում։ Ինչ պետք է քո հոգու փրկության ինչքան պիտի նպաստի։ Եվ այսօր վերջին համարը, որ շատ գեղեցիկ համար է, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով մոլորվեցին, հավատացին եւ իրենց գցեցին բազում ցավերի մեջ։ Դրա մի հանդեպ սերը բոլոր չարիքների արմատն է։ Ինչու է արմատ, ասում են։ Արմատը ինչ է ասում։ Ծառի արմատը բազում ճողավորումներ ունի, չէ՞, այսինքն երբ որ դու դրամասիրության արմատ, այսինքն մեջը դնում ես, ինքը տարբեր ճողավորումներ է տալիս եւ այդ ճյուղերը բերում են քեզ խեղդում են, չէ՞։ Օրինակ կան, չէ՞, տարատեսակ ծառը, որ հենց արմատները գնում են, մյուս բույսերի արմատները խեղդում են, սպանում են։ Ուրեմն դրամի այդ արմատները, ճյուղերը կարող են գալ մարդուն խեղդել եւ մարդուն կործաման տանել։ Եվ ինչքան որ դժվարին արքայություն մտնել նրանց համար, ասում են, ովքեր որ հարստություն ունեն, սա Հիսուսի խոսքն է։ Շատ դժվար նրանց համար մտնել արքայություն, ովքեր հարստություն ունեն, այսինքն այդ հարստությունը ասես ճյուղերով կապած քաշումը։ Մենք մուլտը հիշում ենք սովետական մեր շրջանի, չէ՞, Իշո, այսինքն նորից, այսինքն այնքան քաշումը չի բավականացնում։ Էլի, այսինքն հարստությունը նաև աղի ջրի պես է, ինչքան դու խմում ես, այնքան նորից ծառավում ես, ուզում ես, նորից, որովհետև արդեն դու ոչ թե քեզ համար ես ապրում, դու նաև այլև ավելի վտանգավոր մի բան կա, դու սկսում ես մրցակցության մեջ մտնել։ Այս ինչը 2 հատ ունի, ես դեռ 1-ն ունեմ, պետք է 2 հատ ունենամ։ Այս մեկը 3 հատ խանութ ունի, պետք է 4-ն ունենամ։ Ու դու սկսում ես այլևս քեզ համար չապրել։ Երբեմն նայում եմ հարուստների ընտանիքի անդամներ, որ երբեմն համացանցում նկարներ են հայտնվում, գնում են այն շորերն են գնում, որ մեկ ուրիշը հակել իրեն շատ սազեկան է, իրեն հեչ կապ չունի այդ շորի հետ, բայց քան որ ինքը փող ունի, պետք է շորը առնի հակնի անվերման, ցույց տալու համար, որ տես ես էլ կարող եմ այս շորը հակնել, բայց այդ շորը իրեն հետարքիր չէ։ Այդ ուտելիքից ինքը զզվում, բայց պետք է ինքը ուտի, նկարի գցի համացած, որ տես ես էլ եմ այս ռեստորանում եղել, ես էլ եմ այս ճաշից կերել, ես էլ եմ այս լողափում լողացել, արդեն դու քեզ համար չես ապրում, նշանակում է քո հանգիստը գողացված է, դու այլևս քեզ չես պատկանում, դու պատկանում ես նրանց, ովքեր ուզում են քեզ կործաման տանել։ Եվ քանի որ հարստությունը անհանգստություն արժանացնում, իսկ անհանգիստ մարդն ինչ է, իր ունեցածը կորցնելը վախի մեջ է ապրում, արդեն ասացի, ամբողջ օրը մտքում էր, մեր քաոս Ալեքսանդր Շիրվանզադեի, ինչ էր ասում, Մարկոս աղան ամեն երեկո մոմը վառած, իջնում էր նկուղ եւ հերթով հաշվում էր իր փողերը։ Ինչ տարավ իր հետ, ոչ մի բան։ Մահացավ իր հարստությունների 3 տղաները, ինչ արեցին, ատեցին իրար, թշնամացան։ Այսինքն, տեսեք, ամբողջը հավաքել էր եւ Սերբիայի Պավել Պատրիարքը մեր ժամանակակից քայլող սուրբերից էր, ասում էր այս աշխարհի երեխաները շատ աղքատ են, որովհետեւ իրենց ծնողները տվել են ամեն ինչ, փողից սկսած ամեն բան, բայց ոչ Աստծուն։ Ամեն ինչ ունեն, բայց Աստված չունեն։ Հասարակ բան, տեսեք սիրելիներ, մեր ժամանակ ինչքան դժվար է, չէ՞, խաղալիք ունենալ։ Պետք է գնայինք հատուկ խանութներ, որ մի հատ խաղալիք գնայինք, եւ ինչքան արժեվորված էր, չէ՞, ասենք խաղալիքներ ունենք, որ մանկությունից մինչև այսօր պահած ունենք։ Այսօր երեխային 10 հատ, 20 հատ էլ 10 ինքը չի գոհանում։ Իր համար դա արժեք չի, որովհետեւ ցանկացած պահի ուզածը կատարվում է, գնում ենք։
Այսօր հատկապես էժան կարող ես նաև համացանցով պատվիրել ու ստանալ ինչ որ ուզում ես։ Էլ քեզ համար դրանք արժեք չի։ Նույնն էլ հոգին մենք այդպես ենք պահել։ Քրիստոնյան այդպես էր հոգու համար դողացել, որ ծնված օրից մինչև իր մահը փորձել հոգին Քրիստոսով հարուստ պահել։ Բայց քանի որ սատանան գողացել է մեզանից այդ շնորհը, մենք սկսել ենք նյութականը մեր պահել ու պահպանել, ոչ թե մտածել մեր հոգու համար։ Դրա համար հարստությունը նաև անեծք է դառնում են մարդկանց համար եւ ընկնում են, ասում եմ, տարատեսակ ցավերի մեջ։ Այսինքն ինչ ցավեր են, չէ՞, քաշում ես մարդիկ, ամբողջ օրը նայում են, որ արտարժույթը բարձրանա, գները ցածրանա, հանկարծ օր ինչքան կորցրեցին, ինչքան շահեցին, այս ամբողջ սա ցավ է։ Եվ այս ժամանակ որ մարդը մոռանում է Աստծուն, կորցնում է Աստծո հետ իր կապը։ Մի օր մեկն ասում է, ինչպես է լինում, որ մարդը քանի աղքատ է, բոլորին սիրում է, բայց երբ որ հարստանում է, միայն ինքն իրեն է տեսնում։ Ասում եմ, որ դու ապակուց նայում ես դուրս, ինչ ես տեսնում։ Գեղեցիկ ծառեր, շարժվող մեքենաներ, խաղացող երեխաներ։ Հետևը մի հատ արծաթը քսում է, դառնում է հայելի, ասում ես միայն դու քեզ տեսնել։ Վերջ, էլ ոչ մի բան չես տեսնում քո կյանքի մեջ, սիրելի։ Այնպես էլ նաև հոգևոր կյանքի կորուստն է, այսպես տեղի ունենում, սիրելիներ։ Եվ շատ հաճախ է, որ հարուստներն էլ գալիս են եկեղեցուն, որոշակի գործեր են կատարում, ինչ որ բան են անում, իրենց ուզում են իրենց մեղքերը քավեն, դրամ տալով դու չես կարող քո մեղքերը քավել։ Բարի գործեր կատարելով միայն դու չես կարող փրկվել, եթե քո սիրտը չի պատկանում Քրիստոսին եւ հանուն Քրիստոսի դու այդ ամենը չես անում։ Այրի կնոջ Լումայի պատմություն ամենավառ օրինակը մեզ։ Մարդիկ շատ տվեցին, բայց Տերը չնկատեց եւ չգնահատեց։ Իսկ կինը, որ ոչինչ գրեթե չտվեց, Տերը գովեց այդ կնոջը։ Ուրեմն ինչ է սա նշանակում մեզ համար, սիրելիներ, որ յուրաքանչյուր սխալ պատկերացում հավիտենական կյանքի մասին, տեսեք որտեղ է բեմ, տեսեք որտեղ է սկսենք, ստրուկներից սկսեցինք, ստրուկները որ կարող են գալ, հարստանալ, բայց չճանաչել Քրիստոսին ամբողջությամբ, ոմանք նույնիսկ կարող են Աստծո խոսքը վաճառքի հանել, Աստծո խոսքը քարոզել, փող աշխատելու համար, դրամ շահելու համար, բայց ոչ ճշմարտությունը պաշտպանելու համար, ոմանք կարող են նույնիսկ հոգեորական մկրտություն կատարել, ոչ թե այդ մարդուն փրկելու, այլ ինչքան գումար կստանա այդ մկրտությունից։ Մեկն էլ գգա գանձանակի մեջ գումար կգցի, կիմանա, որ ինքը Աստծուն մեծ լավություն արեց, բայց Աստված այդ դրամների կարիք չունի, սիրելիներ։ Աստված ընդհանրապես չի հետարկում մեր դրամները, Աստված հետարկում մեր սիրտը, մեր հոգին, մեր կյանքը, մեր էությունը, ինչպիսին ենք մենք եւ ինչպես պիտի մոտենանք մենք իրեն։ Եվ եթե մենք կարողանանք այս ճշմարիտ բարդապետության մեջ հասկանալ, որ հարուստը նաեւ Քրիստոս ունի, ինքը մնացած հարստությունների Տերը կկանգնի, սիրելիներ։ Եվ ամենագեղեցիկ մի պատմությունը պատմեմ ու վերջացնենք այսօր։ Մի օր մի նշանավոր նկարիչ կար, կարծեմ այդ մարդու մասին ֆիլմ էլ նկարել են, երբեմն այդ պատառիկներ տեսնում այդ պատմությունից համացանցում, իր տղան պատերազմ էր գնացել 18 տարեկան։ Եվ դուռը մի օր թակում են, բացում է մի զինվորական տղա, ասում է ձեր տղան զոհվել է իմ կյանքը փրկելով, եւ ես հասցրեցի իրեն նկարել, ինչպես որ ստացվել իրեն նկարել եմ։ Եվ շատ գրկում է այս մարդը, այդ նկարը համբուրում կախում էր տան կենտրոնական մասում, ինչքան որ հյուրեր էր գալիս, առաջինը տանում էր իր տղայի նկարներ ցույց տալիս եւ ասում էր, որ իմ տղան ուրիշի կյանքը փրկել է, իր ընկերն շատ գեղեցիկ չի, հանճարի գործ չի, բայց իմ տղայի վերջին դիմանկարն է, ինչպիսին որ եղել է։ Եվ այս մարդը, որ մահանում է, եւ ինքը շատ մեծ հավաքածուներ համաշխարհային նկարիչների կտավներից, իր բոլոր նկարները դնում են աճուրդի։ Երբ որ հավաքում են աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ են գալիս, որ գնեն, վարողը ասում է մի պայման կա, ասում է, այս մարդը ասել է որ առաջին իմ տղայի նկարը պիտի գնեք։ Եվ բոլորը գարում են, ճվում են, թե մենք եկել ենք Ռեմբրանտի, մյուսի Դա Վինչի, Միքելանջելոյի, Ռաֆայելի նկարները գնենք, դուք այս տգեղ նկարը ինչի եք դնում, ասում է դե պայմանը սա է։ Եվ ասում է $1000, ոչ ոք չի տալիս, $500, ասում է $100 ով կգնի եւ մի երիտասարդ հետևում նստած աղքատ ասում է ես կգնեմ։ Երբ որ գնում է վերջացնում է, վարողն ասում է աճուրդը վերջացավ։ Ասում են ինչպես։ Ասում է որտեվ տիրոջ ցանկությունը սա էր, ով կգնի տղայիս նկարը, իմ ամբողջ հավաքածուն կնվիրեք իրեն։ Ուրեմն նույնը Աստված է մեզ, ով որ իմ որդուն կհավատա, Հիսուսին կսիրի, ամեն ինչ իրեն կտակ։
Այս է մարդու հարստությունը, սիրելիներ, որ ով որ Քրիստոս ունի, ինքը աշխարհի տերն է, հավասար, երկնքի արքայության ժառանգ, ամենահարուստ մարդը եւ երկնքի արքայության բնակիչը։ Թող Տեր օրհնի բոլորիս, մեր խաղաղության մեջ պահի մեզ, որպեսզի մենք մեր հոգեվոր անդորն ու հանգստությունը չկորցնենք, ամենաչնչին լումայի շայի համար մեր պատիվը չկորցնենք, մեզ չվաճառենք։ Կարևոր չի մեզ գումարը կտան թե չէ, կարող են մեզ քաղցր խոսք ասելով էլ գնել։ Դա էլ կա շարքի տեսակ է, մեզ գովելով կարող են գնել, որ ամենազգոն վիճակում միշտ մնանք, որ մեր հոգին ոնց կա մաքրության պահած, պահպանված վերադարձնենք Քրիստոսին։ Տերը բոլորիս թող պահապանի, ժողովուրդ ջան, ապրենք։